Պարոն Ալեքսանյան, տեսեք, շարունակվում է հանրության կողմից մնալ օրակարգային հարց, իշխանության նախաձեռնած, նաև ընդդիմադիրների կողմից բնորոշված հակաեկեղեցական արշավը, սա մինչև երբ է շարունակվելու, որն է վերջնակետը։ Նախ եկեք ճիշտ հասկանանք մի հատ։ Հակաեկեղեցական բնութագիրը ով է տվել ու ինչի համար է տվել։ Տվել է օրինակ կոնկրետ 2 եկեղեցականի, 3 եկեղեցականի նկատմամբ կոշտ խոսույթի համար, այսինքն Կտրիչ Ներսիսյանի, չգիտեմ, Արշակ Խաչատրյանի եւ ենթադրենք էլի 1-2-ի նկատմամբ կոշտ տեղ նաև սահմաններն անցնող, այո, այդ ամեն ինչը ընդունենք, այդ խոսույթի համար է տրվել այդ որակումը։ Այս պահին հենց այսօր, հենց երեկ Վայոց Ձորի թեմի առաջնորդը Մասյացոտն թեմի առաջնորդը, երկուսն էլ ավելի, շատ ավելի սուր բառապաշարով, շատ ավելի շատ սահմանների անցումով քննադատվում, պիտակավորվում ու վիրավորանքի են արժանանում կոնկրետ ընդդիմադիր շրջանակների կողմից։ Հիմա խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, ինձ բացատրեք, ինչի է մի դեպքում նմանատիպ, նույնիսկ շատ ավելի մեղմ գործելակերպը ու խոսույթը անվանվում հակաեկեղեցական, իսկ այս դեպքում դա չի անվանվում հակաեկեղեցական շարժում։ Եթե այս ձևակերպումը տաք, ես կհասկանամ։ Օրինակ, ո՞րն է այդ չափորոշիչը։ Պարտադիր պետք է այդ եկեղեցականներից մեկի եղբայրը ըստ մամուլի առնչություն ունենա ԿԳԲ-ի հետ, որպեսզի նրա նկատմամբ կոշտ խոսույթը անվանվի հակաեկեղեցական, թե չէ։ Այս ձևակերպումը իշխանությունն է սկսել։ Ինչ կապ ունի։ Չէ, նախ իշխանությունը չի սկսել, հազար ներողություն, բայց Արշակ Խաչատրյանի հետ եկեք ես չբնութագրեմ, թե ինչ տեսակի խոսույթը իշխանությունը չի սկսել։ Արշակ Խաչատրյանը, երբ որ դաշնական միտինգներին էր գնում, դաշնակցության ակցիաներին էր գնում, նրա բառապաշարը ես վստահ եմ դուք ինքներդ եք լսել։ Ու դրան նախորդած ոչ մի նմանատիպ դրան մոտիկ նույնիսկ խոսույթ դուք լսած չեք լինի ոչ իր նկատմամբ, ոչ Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ։ Որևէ բան չի ասել։ Իր հանդեպ վերաբերում Չէ, կներեք, այն մարդիկ, թե Արշակ Խաչատրյանը, թե Վազգեն Գալստանյանը այժմ ազատազրկման մեջ գտնվող, բազմիցս նշել են, որ իրենք ինչ անում են Կտրիչ Ներսիսյանի օրհնությամբ եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը հենց այդտեղ է։ Պարոն Ալեքսանյան, դուք ասում եք հակաեկեղեցական, չէ՞, տեսեք։ Չէ, չեմ ասում հակաեկեղեցականը, ես ասում եմ, եթե դա անվանվում է հակաեկեղեցական, ապա առնվազն իրեն հարգող, իր խոսքի արժեքը իմացող, իրեն adekvat համարող մարդը կասի նույնատիպ որակավորում կտա նաև ընդդիմության կողմից 2 թեմի առաջնորդներին գործող սրբազաններին տված նմանատիպ ավելի վատ, ավելի ծանր վիրավորանքներին ու մեղադրանքներին։ Ինչու է համարվում հակաեկեղեցական, որովհետև տեսեք քանի թեմերի հոգևոր սպասավորներին եք դուք կալանավորել՝ Շիրակ, Տավուշ, Արմավիր, այսինքն այդ Այսինքն ներողություն, իսկ ինչի է ցուցակում Նաիրի Հունանյանին օրինակ չեք մեջբերում, ասեք օրինակ այ դուք Նաիրի Հունանյանին էլ եք կալանավոր։ նույնն եք համարում Չկներեք, ես առնվազն մեղադրանքը համարում եմ նմանատիպ, որտեվ մի դեպքում տերորիզմը տեղի Չէ, մի վարքյան փլվում են այդ ընդհանրապես չեն փլվում, այլ հակառակը գնալով ամրապնդվում են այդ մեղադրանքները ու դառնում են ուղղակի անհերքելի։ Բացարձակապես անհերքելի են դառնում այդ մեղադրանքները ու իմ համար առնվազն որպես կողքից նայող ակնհայտ է, որ դրանք չփլվող մեղադրանքներ են, բայց վերադառնալով ձեր հարցին, այսինքն ըստ ձեզ ենթադրենք հիմա կամայական մեկը, ով ունի հոգևորականի կարգավիճակ, տերորիզմ իրականացնի, օրինակ մտնի ազգային ժողով ու գնդակահարի խմբակցություններից մեկին, նրան պետքա ձերբակալել, թե չէ։ Նրան ձերբակալ առնվազն դրան մոտիկ տերորիզմի մեջ մեղադրանք կա առաջադրված, որը ապացուցվում է, գերապացուցվում է բոլոր ձայնագրություններով եւ փաստական հիմքերով։ Պարոն Ալեքսանյան, ով իրավունք ունի կարգալույց անել քահանային։ Վերանանք ձեր նկատի ունեմ իշխանության վերաբերմունքը կաթողիկոսի անձի վերաբերյալ։ Ըստ էության եկեղեցական օրենքով կաթողիկոս է։ Չէ, կաթողիկոս չի նախ,
կոնկրետ եթե չեմ սխալվում կա հանձնախումբ, կարող է ձևակերպումները բան տան, տենց, բայց սրան զուգահեռ կան նաև դեպքեր, երբ որ փաստի բերումով մարդը ավտոմատ համարվում է կարգալույծ եղած։ Օրինակ եթե վաղը, օրինակ եթե եղած է, եւ դա չէ, նման բան չկա։ Ոնց չկա։ Դուք հիմա չեք ուզում ընդունել այն ինչը որ կա։ Հարգելի գործընկերներ, ոչ, Հիմա չկա եթե նման Նիկոլ բան։ Փաշինյանը ով Մի գործադիր վարքան, դե ավարտեմ, հարցը տվեցիք, պատասխանեմ, թե դե ավարտեք, ավարտեք։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանալով գործադիր իշխանության ղեկավար հերացնի աշխատանքից X նախարարի, հաջորդ օրը նա այդ նույն նախարարը գա աշխատասենյակ, ասի չէ որ չէ, ես եմ նախարարը, դա ընդունելի կլինի։ Ապրեք, ֆանտաստիկ օրինակ եք բերում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելու համար պետք է համապատասխանի կոնկրետ պահանջների, որոնցից մեկ օրինակ ամենապարզ օրինակը բերեմ միայն Հայաստանի քաղաքացի լինելու փաստն է եւ այդ հանգամանքն է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավոր է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եթե վաղը պարզվի, որ օրինակ չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը, որ ես ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանս հանդիսանում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ փաստի բերումով ես ավտոմատ կդադարեմ լինել падգամավոր, վարչապետը ավտոմատ կդադարի լինել վարչապետ։ Դրանք տարբեր բաների ոնց են մասին տարբեր։ Ես խոսում եմ նրա մասին, որ կա համապատասխան որոշում, ինչի հիման վրա տվյալ անձը Տեր Արամը այլևս Տեր Արամ չի, Ստեփան Ասատրյանը։ Ես ասում եմ կա համապատասխան փաստ, որի հիման վրա Գարեգին Բ-ն այլևս Գարեգին Բ չի։ Կտրիչ Ներսիսյանն է։ Ո՞րն է այդ փաստը։ Նրա զավակ ունենալու փաստ ուր է հրապարակ օրաթերթը։ Հրապարակ օրաթերթին հարցրեք, հրապարակ օրաթերթը Դուք անձնապես ճանաչում եք կաթողիկոսի ձեր ասած զավակին։ Հրապարակ օրաթերթը ես ձեզ վստահեցնում եմ էքսկուրսիա կտանի ձեզ, եթե դուք շատ կամենաք, Կտրիչ Ներսիսյանի դստեր աշխատանքի վայրը կծանոթացնի նրա հետ, նրա գոլեգաների հետ ձեզ կծանոթացնի եւ նման Չեք ինձ առաջարկում էքսկուրսիա։ Ես բնավ չեմ ցանկանում թիրախավորել այդ անձին ու բան չունեմ։ Առհասարակ կասկած չունեմ նրա գոյության նկատմամբ, որ գնամ եւ տեսնեմ եւ համոզեմ։ Դուք կարծես թե կասկած ունեք եւ ես ձեզ հորդորում եմ ձեր գործընկերը ընդդիմադիր հրապարակ օրաթերթի գրած հոդվածը վերցրեք։ Իրենցից մեկին խնդրեք, թող ձեզ ուղեկցի։ Ցույց տա Կտրիչ Ներսիսյանի դստեր աշխատավայրը, ցույց տա ինչպես են նրան դիմում առհասարակ գոլեգաները, կոնկրետ որ գոլեգաներն են դրանք։ Ու այդպես շարունակ։ Ու այդ փաստի բերումով արդեն իսկ պնդել, որ կա Գարեգին Բ անունով հոգևորական, չկա նման հոգևորական, կա Կտրիչ Ներսիսյան անունով։ Պարոն Ալեքսանյան, քանի որ դուք լրատվամիջոցի հրապարակմանն եք հղում, այդ հրապարակումը եղել է, եթե չեմ սխալվում, 15-16 թվականին, եւ այդ հրապարակումից հետո սելֆի էիք անում կաթողիկոսի հետ, բա եթե այդ հրապարակումը այդպես արժանահավատ էր իշխանության ներկայացուցիչների համար, ինչու եք 6-7 տարի հետո նոր հիշել։ Հրապարակումը ինքն ինչ էր արժանահավատ, բայց այդ հրապարակումը կարող է եւ ճիշտ դուրս գա, չեք հավատա, բայց հրապարակ օրաթերթը եւս 10 տարվա մեջ գոնե մեկ անգամ ճիշտ հոդված հրապարակում։ Միջոցին այլ ձեր գործունեության մասին ասեք, եթե նման տեղեկություն արդեն կար համացանցում։ Տեղեկությունը շատ բան է, տեղեկության հաստատումը լրիվ այլ բան է։ Տեղեկություն 1000 ու մի բանի մասին կարա լինի, ուրիշ բան է, որ դա ուղղակի օդի մեջ տեղեկություն է, ուրիշ բան է, երբ որ այդ տեղեկությունը հաստատված է։ Այսքան փաստերը ձեռք եք բերել ընդամենը վերջին ամիսներին։ Դրա մասին վարչապետը բազմիցս Հա, այդ փաստերը որոնք են, որ նա երեխա ունի, այդ փաստն է ձեր ձեռքի, որ փաստն է այդպես ձեր ձեռքի տակ։ Հարգելի գործընկերներ, դրա մասին բազմիցս ասվել է եւ այո, ապացուցվել է հրապարակի հոդվածը։ Իսկ դուք շարժվում եք հրապարակի հոդվածի։ Չէ, հրապարակի հոդվածով չենք շարժվում։ Ասում ենք կա տենց հոդված, որի մասին դուք եք տեղյակ վստահ եմ։ Վերջերս էլի նախորդ, եթե չեմ սխալվում, Հովանավանքի պատարակի ժամանակ էր հրապարակ օրաթերթի մեր շատ սիրելի գործընկերը նաև պնդեց, որ թե այդ հոդվածը, թե իրենց կայքում մյուս բոլոր հոդվածները ճշմարիտ են եւ կեղծիք չեն պարունակում։ Իհարկե մնացածի մասով ես այդքան էլ համաձայն չեմ, բայց կոնկրետ այդ մեկի մասով մարդը շարունակում է պնդել այդ 15-16 թվականի բանը, ես կարծում եմ անիմաստ է։ Հիմա վերադառնանք նաեւ օրերս համալիրի հավաքի, դրա նպատակը ո՞րն էր, ինչ էր ցուցադրում դրանով ԿՊ-ն։ Այս ԿՊ-ն ինչ կապ ունի։ ԿՊ-ն այնքանով կապ ունի, որ դրան մասնակցում են նաև ԿՊ-ականներ, ասում եք ԿՊ-ն ինչ է ցուցադրում, դրանով դա ով օրինակ։ Որովհետև թերթ մամուլը գրում էր Որ մամուլը։ Ես չեմ Այն կարող մամուլը, այն որ մամուլը, չէ, 5 հոգու անուն ազգանուն տվեք։ Այնտեղ մասնակցել որ դուք թիրախավոր եք այդ մարդկանց։ է 7000 հոգի, դուք տվեք 5 հոգու անուն ազգանուն։ Բայց
անուն ազգանուն տան, որ իշխանությունը թիրախավոր։ Էտում են թիրախավոր այսքան ժամանակ։ Իսկ եղել է Էտում են թիրախավոր այսքան ժամանակ։ Ազգանուն չի ուզում, ես ասում եմ։ Ասում դե տվեք, որտեվ ասում եք չկա խնդիր, ես ասում եմ։ Պարտադրված իրենց։ Դե տեսեք, հիմա ոչ ես եմ այնտեղ եղել, ոչ դուք եք այնտեղ եղել, բայց դուք ասում եք կա նման խնդիր, ես ասում եմ չկա նման խնդիր։ Հիմա այս հարցը հանգուցալուծելու համար մեզ պետք է հասկանալ, թե ով է այդ քաղցրեղը, ում ստիպողաբար տարել են։ Որտեվ դուք ասում եք կա։ Իհարկե բացառում եմ։ 7000 հոգի շաբաթօրով որոշել էր գալ, հա։ Այո։ Ձեզ թվում է ինչի պետքա չուզենար կար օրինակ։ Դե ազատ ուրա ինչի պետք։ Դե դրա համար ամբողջ պետական ապարատը չէր 7000 հոգի էր ընդամենը։ Միայն մահացածները կարող են չգալ։ Ով էր ասել կներեք։ Մամուլը։ Դե կներեք, բայց այդ նույն մամուլը ես կարծում եմ հենց նմանատիպ հրապարակումներով է, որ իրան արժե զրկում է, էլի մեծ հաշվով։ Ներողություն, Մի մամուլի հրապարակումին վստահում եք։ Չեմ վստահում ոչ մի մամուլի հրապարակումի էլ հարգելի գործընկերներ։ Ես հավատում եմ այն հրապարակումներին, որոնք որ հետագայում հաստատվում են փաստերով։ Պարոն Ալեքսյան, Այսինքն, եթե հիմա ուզում եք որ ասեմ, որ պատից կախված հրացանը տարին 1 կրակում է, այո, պատից կախված հրացանն էլ տարին 1 կրակում է եւ ընդդիմադիր մամուլն էլ երբ որ խմբագիրեր ամեն օր գրում էր օդում կախված լուրերի համաձայն ու նման բաներ էր ասում։ եւ Հիմա նույն օդից կախված լուրերի համաձայն մարդկանց տիպողաբար են բերել։ Ես ասում եմ ստիպողաբար չեմ բերել, հարգելի գործընկերներ, եթե կա մարդ ում ստիպ լուրերը միանալ Նիկոլ Չէ, հիմա Ժողովուրդ ջան, սա շատ վատ ժանր է իրականում, որ գաք ասեք օդում կախված լուրերի համաձայն, ես ասում եմ, չի եղել նման բան։ Հիմա եթե կա փաստ, եկեք այդ փաստի հետևից իրար հետ գնանք ու պաշտպանենք մեր քաղաքացիների իրավունքները, բայց հազար ներողություն, սա ընդդիմադիր ինչ որ հավաք չէր, որ իրանց աշխատողներին ճորտի տեղ դրած բոլոր աշխատողներին իրանց ընտանիքներով ստիպողաբար տանեին լցնեին հրապարակները, հետո գլխականակով հաշվեին։ Հազար ներողություն այս բառերի համար։ Կազմակերպչականը ո՞նց եղել կառավարության աշխատակազմից նախարարություններին կամ մյուս կառույցներին։ Ես անկեղծ այդ մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև մեծ հաշվով գործադիրն է կազմակերպել հավաքը, իրանք շատ ավելի լավ կիմանան, թե ինչպես է եղել, ես դա չեմ կարող ասել։ Դեպքում գրություն գնացել է, չէ՞ որ այսպիսի միջոցառում, օրինակ դուք ձեզ ինչպես է տեղեկացվել։ Ես չեմ մասնակցել անկեղծ ասած, բայց վստահաբար գրություն այո եղել։ Օրինակ ազգային ժողովին ինչպես են տեղի։ Եթե չեմ սխալվում, կոնկրետ համակարգի միջոցով, համակարգային ծանուցման միջոցով, եթե չեմ սխալվում, էլի, եթե հիշողությունը sense չի դավաճանում։ Եվ մարդկանց աչքերին այդ տեսարանը բոլորը զգաստ կանգնած ծափարում էին Նիկոլ Փաշինյանն ասում։ Զգաստ։ Այո։ Ինչով եք պայմանավորում այդ զգաստ, օրինակ ինչը ոնց եք բնութագրում զգաստ կանգնածը։ Չէ, հասկանում եմ, որ դա ավելի հիմա տենց սինեմատիկ տեսք եք փորձում հաղորդել, բայց մարդիկ ուղղակի կանգնած ու զգաստ կանգնածը շատ մարդիկ տեսարանը հիշեցրել է Հյուսեին Կորեա։ Ինչով է հիշեցրել Հյուսեին Կորեան։ Ամբողջ պետական ապարատի զգալի մասը չէ։ Բայց դուք չեք թողում հարցս վերջացնել։ Մեկ բառ լսում եք եւ սկսում եք այդ մեկ հարցը։ Դե որտեվ փորձում եք, Նարեկ ջան, որտեվ ախր փորձում եք բան անել։ Հենց բաներ եք ներկայացնում, որ ոնց որ չգիտեմ իրականության հետ ինչ ասում։ Դուք այդ կադրերը չեք նայել։ Նայել եմ։ Դուք այդտեղ որտեղ եք Հյուսեին Կորեա տեսել։ Ասենք կարող գիտեք Ռոբերտ Քոչյանի նախընտրական հավաքն է կամ չգիտեմ այնտեղ Սերժ Սարգսյանի կուսակցական որտեղ եք Հյուսեին։ Այսինքն երբ որ դուք տեսնում եք մարդիկ դալիճում կանգնում են, դա ավտոմատ ձեր մոտ Հյուսեին Կորեա առաջացնում։ Օրինակ երբ որ դուք խմբագրությունում ինչ որ մի առիթով կանգնում եք, դա Հյուսեին Կորեա ձեզ հիշեցնում։ Մեզ ամեն դեպքում ամեն անգամ հարցի վերաբերյալ փոխել Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նարեկ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի հավաքը Հյուսեին Կորեա է հիշեցնում։ Եվ դա իմ գնահատականը չէ, դիմադիր ձեր գործընկերներն չի, Սերժ Սարգսյանի իշխանության չի, դուք եք անդադար իրենց հիշեցնում։ Եվ դե հիմա հարցին պատասխանեք Հյուսեին Կորեա, Հյուսեին Կորեա։ Փայլակ ջան, հազար ներողություն, այդ ասում եք իշխանություն չի։ Դե կներեք, ուրեմն մի լուսաբանեք իրանց։ Բա իշխանություն չեն, բայց խեք ամեն անգամ երբ որ մի առիթով հավաքվում են, sense միկրոֆոններով, բաներով հավաքների ժամանակ շուրջօրյա ռեժիմով գնում լուսաբանում։ Բա կներեք, էլի հազար ներողություն, Ժորժ ջան, ասում եք մի հիշատակեք իրանց։ Չէ, որովհետեւ բա խորհրդարանական ընդդիմությունն են, բա ում լուսա, բա հղում անեն։ Բա խորհրդարանական դաշտից պետք է իրաց դուրս նետեք, բա նետեք։ Պետք է դուրս։ Բա սենց են նետում։ Բա սենց են նետում։ Հենց սենց խոսքով են նետում։ Այո։ Ձեզ թվում է, որոնակ ես Ռոբերտ Քոչյանի մասին խոսում եմ, դա նա դրանից շահում է։ Իհարկե։
որովհետև անհատ Ես այս հարցը ձեզ կտամ այն ժամանակ, երբ որ դուք էլ Նյուզեյմում չաշխատեք Ռուզաննա ջան, ու վստահ եմ, այդ ձեր պատասխանը այդ ժամանակ շատ ավելի ազնիվ կլինի։ Պարոն Ալեքսանյան, այնուհանդերձ չկա իշխանության մոտ անձի այսպես պաշտամունքի դրսևորումներ։ Նիկոլ Որտեղ է այդ Փաշինյանը պաշտամունքը դրսևորվում։ Ախր թույլ տվեք վերջացնեմ, էլի։ Նիկոլ Փաշինյանին տեսնում են, թե չէ, սկսում են ծափ տալ։ Դա ինչով է պայմանավորված։ Եկեղեցի ամտնում ծափ են տալիս, համալիրում հավաքվում են պետական կառույցների ներկայացուցիչների համաժողովին, պետական աշխատողներից ընդամենը մի հոգու են բոլորը ծափահարում, դա ինչով է պայմանավորված։ Ազգային ժողովում մի քիչ սուր ելույթ անունում ընդդիմադիրներին բան ասում, պատգամավորներն են սկսում ծափ տալ, դա ինչով է։ Ես վստահ եմ ծափահարությունների մասին ձեր այս թեզը շատ դուր կգար հատկապես բրիտանական պարլամենտի անդամներին, ովքեր ձեզ երկար դասախոսությամբ կներկայացնեին, թե ծափահարությունները, բացականչությունները ու վանկարկությունները առհասարակ քաղաքական դաշտում ինչ դեր ունեն եւ ինչ ունեն։ Ու օրինակ փորձեիք բացատրել բրիտանացիներին, որ օրինակ երբ որ չգիտեմ ընդդիմադիր պատգամավորները ծափ են տալիս ընդդիմության առաջնորդին, դա է անձի պաշտամունք, չգիտեմ այնտեղ, երբ որ իշխանական պատգամավորները ծափ են տալիս վարչապետին, դա է անձի պաշտամունքի դրսևորում, ես վստահ եմ ձեր այս թեզը շատ մեծ արձագանք կստանար Բրիտանիայում, օրինակ։ Որ դուք ծափահարում եք, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում սուր ելույթ անունում ընդդիմադիրներին ուղղված, ինչ եք դուք ծափահարում։ Քաղաքական հավանության նշանը շատ ընդունված, շատ զարգացած ժողովրդավարական պետություններում իդեպ։ Այսինքն այստեղ հարցը պրիզմայից է, եթե դուք նայում եք Հյուսիսային Կորեայի ակնոցներով, դա ուրիշ բան է, եթե նայում եք ժողովրդավարական ակնոցներով, դա լրիվ ուրիշ բան է, ձեզնից է գալիս, էլի, նկատեմ դիտողից ոչ թե հենց անձամբ ձեզնից, այլ դիտողի ընկալման պրիզմայից է գալիս։ Ծափը, ծափահարությունները ինքնին ժողովրդավարական, շատ նորմալ երևույթ են որպես այդպիսի։ Դուք որ թույլ տայք ես իմ հարցերը ամբողջությամբ ասեի, կբարձրացներ, որ դա ընդդիմության գնահատականներն եմ ձեզ փոխանցում, գոնե հիմա հերոստատիտողի համար նշեմ, որ դա ընդդիմության գնահատականներ, եւ պարոն Ալեքսանյան, մեկ այլ հարց է, ինչպես է ստացվում, որ այս եկեղեցականների հետ կապված այդ տեղեկությունները առաջինը իշխանական կամ իշխանամերձ լրատվական հարտակներն են փոխանցում, ինչպես օրինակ տեսանք երեկոյան մի դիմում տարածվեց, որտեղ մի շարք բարձրաստիճան հոգևորականներ դիմում են ամենայն հայոց կաթողիկոսին եւ առաջարկում են, որ Արշակ Սրբազանի պաշտոնավարումը, եթե կարելի այդպես ասել, պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնել, մինչև տեսնեն ինչ է լինում, սա ինչպես կմեկնաբանեք։ Ոչ թե որ դիմել են, կամ նաեւ բացի այդ որ դիմել են, դա ինչպես կմեկնաբանեք եւ այն որ առաջին իշխանական այդ իշխանության հետ փոխկապակցված հարթակներում է։ Գործընկերներ, ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցուներում հոգևորականների ճնշող մեծամասնությունը ուղղակի կիսում այն օրակարգը, որը առաջ է քաշել վարչապետը, դա գերակնհայտ է, հիմա այսինքն երկու թեմի առաջնորդ հիմա, մի քանի քահանա վաղը, ու այսպես ձնագնդի էֆեկտով ակնհայտ է, որ բոլորն են խոսելու այս թեմայով, ու լրիվ ակնհայտ է, որ Կտրիշ Ներսիսյանը, դե ժողովուրդ ջան, մենք այստեղ շատ նորմալ իրար չընդհատելով զրուցում ենք, խնդրում ենք եկեք այդ ակնհայտ է նրանով, որ ընդդիմադիր մամուլը ստիպված է լինում օրը մի քահանայի, օրը մի թեմի առաջնորդի թիրախավորել, վիրավորել, այսպես շարունակ, ասենք, ակնհայտ է այդ դինամիկան, լրիվ ակնհայտ է։ Գերակը, բայց վերադառնամ ձեր հարցին, ոնց է ստացվում, որ իմ համար նաև ակնհայտ է, որ այդ մարդիկ, ովքեր որ հաշտ չեն, որոշակի ինֆորմացիոն բլոկադայի մեջ են Կտրիշ Ներսիսյանի կողմից դրված, ու իրենց համար իմ կարծիքն եմ ասում, ինչ որ կասեմ, իմ կարծիքով իրենց համար ինֆորմացիոն տեսանելիության հարց պիտի լուծեն կամ ուզում են լուծեն ու դրա համար ավելի վստահելի են տեսնում գուցե եւ իշխանական մամուլին։ Սլիվ են անում մայրաթորից։ Չեմ կարող ասել սլիվ են անում, ինչ են անում, բայց կարող եմ ասել, որ պարբերաբար, օրինակ, չգիտեմ, մենք էլ պարբերաբար նամակներ ենք ստանում, զանգեր ենք ստանում, եթե հանկարծ ձեր համար նորություն կլինի, էլի, շատ տարբեր մարդկանցից, որոնք դեռ այս պահի դրությամբ ոչ մի հանրային ակտիվություն չեն ցուցաբերել, բայց այդ ամեն ինչը լրիվ բերում ու հանգեցնում է այն մտքին, նորից եմ ասում, որ ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցականների բացարձակ մեծամասնությունը ուղղակի կիսում է այն օրակարգը, որը առաջ է քաշել վարչապետը։ Ինչով է պայմանավորված, ինչու գլխավոր հարցը հենց այս պահին արագ չեք լուծում։ Այսինքն գնաք հոգևոր հավաkan եք Էջմիածնում, որ Փաշինյանն ասել էր։ Հատկապես որ նոր լիցքներ ստացել։ Ժողովուրդ ջան, երբ որ լինելու լինի, դա կլինի։ Չէ, ժամկետները խախտվել։ Դե խախտվելա ոչինչ։ Վստահ եմ, թե
հավատավոր քաղաքացիները եւ թե եկեղեցական մեծամասնությունը անմտություն է Մայրաթորի դեմ հանրահավաքարի։ Բայց Մայրաթորի դեմ շարքելի գործընկերներ։ Մայրաթորի համար է։ Ես այդ ձևակերպումը չեմ հասկանում Մայրաթորի դեմ։ Սա հենց այդ այն հակաեկեղեցական արշավի դեմ է, որը ծավալվում է անդիմադիր շրջանակների կողմից։ Եվ հետեւաբար հանուն եկեղեցու է ու հանուն Մայրաթորի է։ Այդ հանրահավաքին գնալու եք, հնչեցնեք, ասեք եկել ենք հանուն Մայրաթորի պաշտպանությամբ հավաքան։ Այդտեղ ձեր համար ի՞նչն է նորություն։ Այսինքն ես հասկանում եմ իհարկե, որ գայթակղությունը շատ է, բան է հիմա կոնկրետ թեզա գնում, կարմիր թելով դա ուղիղ չի բարձրաձայնվում, բայց կոնկրետ թելը գնում է հետեւյալը, որ հայ առաքելական եկեղեցին դա Կտրիչ Ներսիսյանն է։ Ես այդ թեզը չեմ կիսում։ Ոչ մեկ այդ թեզը չեմ։ Նու բացարձակ մեծամասնությունը թե քաղաքացիների Հիմա վեհապարը չի կարող իրեն համարել եկեղեցի։ չի կարող։ Ինչու՞։ Տենց չի կարող։ Գուցե Նիկոլ Փաշինյանը համատեղությամբ եւ կառավարությունը լինի եւ Մայրաթորը։ Հարգելի գործընկերներ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետն է, որը ի դեպ էլի վերընտրվելու հայտ է ներկայացնելու 2026 թվականի ընտրություններում։ Եվ քաղաքացիները այդ գնահատականը թե արտահայտությունների, թե կատարած աշխատանքի մասով կարող են տալ շատ բարձ ու թափանցիկ եղանակով գնալով ընտրատեղամաս, վերցնելով բյուլետենը ու դնելով արկղի մեջ։ Այդքան մի բան։ Բայց Կտրիչ Ներսիսյանի պարագայում այդ գնահատականը տալու մեխանիզմը որպես այդպեսին չկա։ Ու քանի որ չկա, արդեն տեղի է ունենում այն ինչ որ տեղի է ունենում հիմա, որովհետև փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ Կտրիչ Ներսիսյանը իրավունք չունի լինել այնտեղ, որտեղ որ է, եւ այդ հարցը պետք է հանգուցալուծել։ Հիմա կարող ենք ենթադրել, որ այսպես ասած ճակերտավոր